Ողջույն բոլորին։ Ուզում եմ մի հարցի մասին խոսել, որը երկար ժամանակ է պատրաստում էի, հա ասում եմ այսօր վաղը, վերջապես այսօր Կիրակի օր է, դեռ 2 ժամ կա մինչև հերթական ֆուտբոլային խաղը սկսվի, դրա համար որոշեցի դրա մասին խոսել։ Ուրեմն Հայաստանի եւ հայաստանցիների խնդիրները անսահմանափակ են եւ այդպիսի խնդիրները շատ են։ Եթե ինչ որ մեկին թվում է թե որ ասենք 3-400 հազարով բնակարան են վաճառում կամ բոլոր աղջիկները երիտասարդ տաշած քիթիկներով ինչ որ ժամանակակից հագացման են գալիս կամ Հայաստանում միակ տեղն է որտեղ 2.5 մետր երկարությամբ քյաբաբ են սարքում կամ չգիտեմ կացայի չափսով խինկալ են սարքում մեջը այն բանի 10 հատ փուճուրիկ խինկալիներ կան կամ 50 հատ փուճուրիկ խինկալիներ կա կամ ինչ որ չգիտեմ սենց մեր չափսի գաթա քյաբաբ են անում, այսինքն ինչ որ այդպես թիթիզ բաներ եթե անում են կամ համատարած բլոգերներ են, երգիչներ են, երգչուհիներ են, Հայաստանը կարելի է համարել ինչ որ զարգացած երկիր։ Ոչ, հավատացեք ինձ, երբ որ դրսից ես նայում Հայաստանին եւ հայաստանցիներին, դու հասկանում ես, որ այդ երկիրը ունի շատ մեծ խնդիրներ եւ այդ բոլոր խնդիրների հիմքում ընկած է ժողովրդի հասարակության տգիտությունը, ճնշող մեծամասնության տգիտությունը։ Տգիտություն ասելով ինչ նկատի ունեմ, տգիտության մեջ մտնում է ոչ միայն այն ճաշակությունը, ռաբիզությունը, տկարամտությունը, ես չգիտեմ, վատ դասիրակված լինելը, ռաբիզությունը, գեղեցիությունը, այլ տգիտություն ասելով առաջերտին ես նկատի ունեմ բավականաչափ կրթված չլինելը, չունենալ էլեմենտար գոնե դպրոցական մակարդակի, միջնակարգ դպրոցի մակարդակի կրթություն։ Ու դա բոլորովին կապ չունի, թե Facebook-ով գործող մարկանց պրոֆայլը երբ որ նայում ես, այնտեղ գրված է թե ինքը ինչ կրթություն ունի, դա բոլորովին դրա հետ կապ չունի։ Դուք կարող եք ինչ-որ Facebook-ում մեկին հետևեք, նայեք, կարդաք, տեսնեք, աշներով վտնգնի, գրած այնտեղ համատարած բոլորը գրած է ինչ-որ Խաչատուր Աբովյանի մանկավարժական ինստիտուտ, պետական համալսարան, ԵՊՀ հետ բոլորը լավ գրված է, բայց այդ ԵՊՀ կրթություն ունեցող մարդուն, երբ որ նայում ես նրա գրած մեկնաբանությունները կամ նրա գրված, չգիտեմ, տեղադրած փոստերը կամ նույն Խաչատուր Աբովյանի մանկավարժական, պետական մանկավարժական առաջ ինստիտուտներ, հիմա չգիտեմ քոլեջային չէ, ավարտած մարդկանց համատարած անգրագիտություն է, էլեմենտար անգրագիտություն։ Մարդիկ չեն կարողանում գրել նույնիսկ իրենց անուն ազգանունը։ Ես չեմ ասում ընդհանրապես ուրիշ բառեր, որտեղ է ոյով գրվում, որտեղ է օյով գրվում, հարցական նշանը որտեղ պետքա դրվի, կետադրական սխալների մասին չեմ խոսում, թե ասենք որտեղ ստորակետ, որտեղ վերջակետ, համատարած անգրագիտությունը։ Եթե մի մարդ, մի երկրի, մի հասարակության քաղաքացի կամ այդ հասարակությունում ապրող մարդը չի տիրապետում էլեմենտար ուրեմն քերականությանը, կետադրությանը, ուղղագրությանը, ինչպես կարելի այդ մարդուց ակնկալել, որ նա լինի խելացի, դատող, հայրենասեր, թացը չորից կարողանա տարբերակել, հասկանա, որ քաղաքական գործիչն է իրան խաբում, որն է ճիշտ բան ասում, հասկանում ես, այդ բոլորի հիմքում, ամեն բանի հիմքում ընկած է տգիտությունը, տգիտությունն էլ հենց այդ տգետ բառը ես գալիս է դրանից, գիտություն չիմանալը, գիտակից չլինելը։ Ես էլ դրա հիմքում դնում եմ ուրեմն կրթվածությունը, կրթվածության պակասը, էլեմենտար տարական կրթության պակասը։ Հասարակ մի օրինակ բերեմ, շատ տարածված, որ նկատվում է, բոլորը տիկներդ նկատել եք շատ-շատերի մոտ, ոչ միայն մեկնաբանություններ են գրում են, որ գիտեք, ռուսատար, լատինատար, այդ հայոյանքները չեմ ասում են բանի են, բարոյական մարդիկ են, մայր իմ սուրբ ու բարի մենք թասիբով ազգ ենք եւ այլ, հա, այդ իր հերթին, թե ինչքան մարդիկ արժե համակարգ ունեն, անբարոյական են, ինչ բառապաշար են օգտագործում, բայց էլեմենտար ուղղագրություն, որ մարդիկ չեն տիրապետում, մարդիկ չեն կարողանում գրել իրենց անուն ազգանունը, չեմ էլ ասում ինչքան քյարթու գեղեցիկ կա, ինչ որ անկապ կայքերակ դրել, ստեղծել ինչ որ անկապ վերնագրերով
հայատար, մեսրոպատար, լատինատար, ռուսատար, էլի ուղագրական սխալներով անկապ ինչ որ նյութեր է տեղադրում, այդ նյութի վրա սենց արդեն վերևից բան է գրում, վերնագիր է գրում, դիտել միջև վերջ, հələ մի հատ նայեք, համացանցը պայթ այդ բան ու համատարած անգրագիտություն, ծայրի սար։ Բայց ես այսօր ինչ համար որոշեցի այս թեմայով խոսեմ, ուզում եմ ոչ միայն որ նշեմ, ընդգծեմ, շեշտեմ, այլ ուզում եմ օգնած լինեմ։ Ընդհանրապես ես ինչ որ խոսում եմ, ինչ որ քննադատում եմ մեր Հայաստանը, մեր հայաստանցիներին, միայն օգնելու նպատակով, որպեսզի մարդիկ լսելով դրա մասին գիտակցեն այդ թերությունը, այդ սխալը, աշխատեն դրա վրա եւ ուղեն։ Ինչպես նույն ձևի երբ որ ես դիտում եմ համաշխարհային մամուլ եմ կարդում, տարբեր ալիքներ եմ դիտում, տարբեր ֆիլմեր եմ դիտում, տարբեր հարցազրույցներ եմ դիտում, ամեն մեկից մի բան սովորում եմ, այսինքն սովորել պետք է ամենօրյա ռեժիմով, ժողովուրդ ջան, պետք է անընդհատ ինքնակրթվել, ինքնադասիրակվել, զարգանալ եւ նայել, որպեսզի ձեր երեխաները ձեզանից մի 10 անգամ ավելի խելոք լինեն հետագայում, մեծանալով, ավելի զարգացած, ավելի կրթված։ Ավելի կոնկրետ ասեմ, ուրեմն ժողովուրդ հուսամ հեռախոսը տարերը թարշուր չի տալիս, ճիշտ եք տեսնում, մեսրոպատար խ, ց, ղ, ց, պատական վերցրեցի այս 4 տարերը։ Ուրեմն սիրելի հայաստանցիներ, հայախոսներ, նու սփյուռքահայերին, պարսկահայերին, ես չգիտեմ սիրահայերին, կանադահայերին չեմ ասում, որտեվ նրանք հիմնականում գրում են, ասենք, անգլերեն եւ բավականաչափ, նույնիսկ արևմտահայերենով որ գրում են, բավականաչափ գրագետ են, սա հիմնական հայաստանցիների համար է։ Ուրեմն ժողովուրդ ջան, սա հայերեն տառերն են, խ, ց, ղ, ց, հլստ է կարելի է ճ դնել, ռ դնել, ուրեմն ռուսերեն լեզվում, ներողություն, անգլերեն լեզվում, ռուսերենը մի կողմ թողնա, անգլերենում խ տառը չկա, ց տառը չկա, ղ տառը չկա, ց տառը չկա, անգլերենում կա խ, ց, ղ, ց հնչյունները։ Ու դրա համար, երբ որ դուք գրում եք ձեր անունը, իմ սիրելի հայաստանցիներ, Made in Armenia, ու ձեր խաչիկ անունը, կամ խաչակիր, կամ խաչատուր, կամ խաչատերան գրում եք ռուսերեն խ տառով, սա անգլերենում խ չի հնչում, սա անգլերեն X հնչյունն է։ Ձեր անունը խ տառով գրել, ասենք օրինակ գրում եք, ինչ ասեմ, գրում եք խաչիկ, հա, կամ խաչատուր, լավ, խաչատուր, համարենք խաչիկը, սա անգլերենում ժողովուրդ ջան, խաչատուր չի կարդացում։ Սա անգլերենում ես լինելով որպես օտար լեզվի մասնագետ, ունենալով համապատասխան կրթություն եւ երկար տարիների փորձ։ Ուրեմն ես սա խաչատուր չեմ կարդա, ես սա կարդամ երևի էքսաչատուր, ամերիկացին այդպես կարդար, էլի, որտեվ սա անգլերեն խ հնչյունը չի։ Դուք ինչ եք անում, ուրեմն հայերեն ձեր անունը անգլերեն գրելու փոխարեն օգտագործում եք մի հատ ռուսերեն տառ, մնացածը լատիներեն տառեր։ Ուզում եք որ սա անգլերեն կարդացի, sense բան չի լինում։ Ես նույնը գիտեք ինձ ինչն է հիշացնում, որ ասենք Միացյալ Նահանգներում մեր հայերից, մանավանդ բարձր տարիքի, որ ինչ որ մեկ իրանց հետ անգլերեն է խոսում, իրանք պատասխանում են ռուսերեն։ Ու իրանց թվում է թե իր իմացած ռուսերենը վատ ու քչիչատից իմացած ռուսերենը, դա ինչ որ միջազգային լեզու է, ամերիկացին դա հասկանում է, կամ դա երևի մտածում են դա նույն անգլերենն է։ Ամերիկացին անգլերեն է խոսում, ինքը ռուսերենով պատասխանում է, իրան թվում է որ ինչ որ օդի մեջ դա թարգմանվում է, մտնում ամերիկացու գլխի մեջ անգլերեն։ Այնպես սիրելիներս, սա որ գրում եք խ-ով, սա սխալ է, այդպիսի անուն չկա։ Մեկ էլ էս սա գիտեք ինձ նորից ինչ հիշացրեց, որ մարդիկ Հայաստանում հիմնականում, ասենք, շների հետ խոսում են ռուսերեն։ Դայլապու, սադիս, իդի սյուդա, բան, ասենք, չնայած շունը հայ շուն է, հայ ընտանիքում ապրում, բայց ռուսերեն են խոսում, որտեվ էլի այդ տգետ լինելու պատճառով բոլորի գլխի մեջ են տպավորությունն է, որ շունը ռուսալեզու է, բոլոր շները ռուսալեզու են, բայց շունը երեխաների պես սիրելի հայաստանցիներ, ուրեմն ինչ լեզվով ծնված օրվանից հետը խոսած, այդ լեզուն էլ կհասկանա։ Շան այդ ռուսերեն խոսած, ռուսերեն կհասկանա, հայերեն խոսած, ինքը երեխայի պես մեծանում է, դառնում է դա իր մայրենի լեզուն, անգլերեն խոսած, անգլերեն կհասկանա։ Կամ ց տառը, եթե ես չգիտեմ որտեղ եմ տեսել,
Ղ տառը, ց տառը ասենք լավ ցն, հայերեն ց տառը, եթե ինչ որ ձեր անունը ինչ ասեմ, ցողիկ է, տեսել եմ սենց են գրում, այս սենց են գրում, ուրեմն Ժորժ ջան, սա անգլերեն C տառն է, սա բառասկզբում նայած ըստ բառի կարդացում է կամ C կամ K, հնարավոր է, ասենք օրինակ ինչպես cat կամ ես չգիտեմ cap բառերի մեջ, այնպես որ ձեր ցողիկ անունը, եթե դրա այդ խնդրեմ ունեք ձեր ծնողներին մեղադրեք թե ձեզ խեն ցողիկ անվանել, ուրեմն սենց գրել չի կարելի։ Սա երբեք ցողիկ եսիմ չի կարդացվի։ Ցողիկ գրելու համար դուք պետք է օգտագործեք սիրելի հայաստանցիներ TS տարակապակցությունը։ Այսա իր կարող է C տառին փոխարինի եւ կարդացվել որպես ցողիկ, բայց քանի որ բառամիջում ձեր անունի մեջ կա ցողիկ, հայերեն դա Ղ տառն է, ուրեմն G անգլերեն G տառով Ղ-ն գրել չի կարելի, Ղ-ի փոխարեն պետք է գրեք անգլերենում GH բառակապակցությունը։ Սա անգլերենում կարդացվում է Ղ։ Անից որ ցողիկ եթե գրեք այսպես, այն նայեք, ցողիկ գրեք TS սա C հնչյունի համար, on սա էլ Ղ հնչյունի համար։ Այ ամերիկացին ձեր անունը Facebook-ում որ տնա չի ծիծաղի ձեզ վրա կամ ձեր գրածի վրա, սա կփորձի կարդալ ցողիկ։ Ղ-ի համար էլ ասեցինք C-ն։ C-ն էլ էլի C-ն, այ հետաքրքիր էր C-ն։ Ուրեմն C-ն, նորից Ծիրան բառը, որ էլի գրում եք, չէ՞, ուրեմն անգլերենում C տառը գոյություն չի ունի։ Սա էլ նորից պետքա փորձեք գրել, ասենք եթե չնայած Ծիրանը ունի անգլերեն իր տարբերակը, apricot բառն է, բայց ես ասենք ձեզ կառաջարկի, եթե ձեր անունը Ծիրանա կամ Ծովիկ է, նորից դնել TS ծառակապակցությունը, սա C-ի պես է հնչում, բայց գոնե Ծիրանի տեղը երևի կարելի է օգտագործել։ Ես նույնիսկ ասեի այստեղ եռատարով TSI, այսա կարելի է ասել C, այ C-ն այսեն C-ին նման կհնչելի, բայց ոչ մի դեպքում ռուսերեն, ես չգիտեմ, բանով գրել Ծիրան, Ժողովուրդ ջան, սա անգլերեն կարդացի Քիրան կամ ես չգիտեմ ինչ որ մի անհայտ բան։ Այնպես որ ու սա գիտեք ինչ, այս անգրագիտությունը էլեմենտար, ոչ թե կարելի է նկատել ոչ միայն հասարակ մարդկանց մոտ, դե գիտեք, համացանցի Facebook-ի 90%-ը շրջանների բնակիչներն են, Նիկոլ Փաշինյանի ուրեմն ընտրազանգվածն է հիմնականում եւ քաղաքում բնակող, իհարկե տարբերություն չկա, գյուղ քաղաք, գյուղ Երևան, Հայաստանը մի մեծ գյուղ է։ Այդ նույն գյուղացիները, գեղցիները, ոչ թե գյուղացիները կարգին հարգարժան մարդիկ են։ Այդ նույն գեղցիները ապրում են եւ շրջաններում այդ նույն գեղցիները ապրում են քաղաքի կենտրոնում, դա տարբերություն չկա ու այդ անգրագիտության մակարդակը նորից եմ ասում, այդ խորովաստներից, շավուրմաներից կամ գինու փառատոներից կամ Նիկոլի գլխարկների քանակի հետ չի կապված, էլի դա կապված է էլեմենտար կրթությունից։ Ու դա այդ անգրագիտություն է, որ նշեցի մի քանիսը գոնե այդ խաչիկը ամենտեղ տենում ենք, ես չգիտեմ, ցողիկը, ես իմ բանը Ղ-ն բանը նորից աշխեն բարի մեջ էլի շն արդեն գիտեն շնչնա շատերը ճիշտ են գրում այս տարակապակցության խն արդեն ասեցի ոնց պետքա գրել ղն արդեն ասեցի ոնց պետքա գրել այդ անգրագիտությունը նկատվում է ոչ միայն հասարակ վատ կրթություն թերի կրթություն ունեցող մարդկանց մոտ այլ նաև դերասանների մոտ երգիչների մոտ տարօրինակ է որ հայտնի երգիչ կարող է մտնես նայես իր էջում ինչ որ Facebook-յան ինչ որ ռիլա դրե կամ իր էջն է, ինքը իր անուն ազգանունը կամ երգի անունը, հիմա կոնկրետ չեմ հիշում, բայց որ դուք հիմա սրանից հետո այդ Facebook-ով բերով, որ բերում է երգերն ու ես չգիտեմ վիդեոները, այդ ռաբիս երգչուհիները, որ հիմա հելել են կլկլոցով, բանով, այդ դրանց անուն ազգանունների, այդ երգի անունի, այդ կլիպի անունի տակ որ նայեք, դուք արդեն ինքներդ կնկատեք։ Արդեն նայելով թե մարդ ինչպես անգրագետ է գրում իր անուն ազգանունը կամ իր տեղադրած նյութը դու արդեն այդ մարդու մասին կարծիք ես կազմում։ Համատարած անգրագիտություն։
եւ արդյունքը ունենք այն ինչ որ ունենք, այն ինչ որ դուք տեսնում եք։ Իհարկե դա նորից եմ ասում այդ բարձրարկ նորակառույց շենքերով ու ռեստորանների թալանած փողերով կառուցված ռեստորաններն ու այդ կառուցվող շենքերը չեն, հյուրանոցներն ու բոզանոց բաղնիկներն ու վարձով տրվող 4 ժամով բնակարանները կամ Նիկոլի գլխարտերի գույներն ու քանակը կամ ես չգիտեմ տարբեր բաներ, այլ էլեմենտար կրթությունն է, որ զգացում այն ամենաառաջի հերթին, երբ որ ուրեմն օգտագործում եք օտար լեզուն ձեր անունը գրելու համար։ Եվ դրա հետ միասին խնդրում եմ նայեք, ուղեք ձեզ, որտեղ է ստորակետ, որտեղ է վերջակետ, կլոր օ բառապաշարում, որտեղ է ոգրվում, որտեղ է համատարած անգրագիտություն, համատարած մի նախադասության մեջ հայաստանցիներ ջան, երկու նախադասության մեջ 4-5 հատ բան կարող է գրեք, սխալ անեք ուղագրական, մի 6 հատ էլ կետադրական, սարսափելի անգրագիտություն։ Հետո խփում ես այդ մարդու անուն ազգանունի վրա, ուզում ես տեսնես ով է, այդ մարդը ինչով է ապրում, ինչով է շնչում, իր նկարից կամ նկարի բացակայությունից կամ իր դեմքից կամ իր գրած հայուրախառն արտահայտությունից, որ նայում ես իր դեմքին, արդեն հասկանում ես, որ ձեր վիճակը բանի պետք չի, Ժողովուրդ ջան։ Հիմա ինչքան էլ ասեք սենց ընես մեր ծիրանը, մեր վարչապետը, մենք ենք, մեր բանը զինվորական շքերթը, հեսա սաղ աշխարհին կդնենք, սենց կանենք, սարսափելի հետամնաց երկիր է մեր Հայաստանը, որովհետև կրթված մարդիկ, բավականաչափ կրթություն ունեցող մարդիկ լքել են երկիրը, հեռացել են, ներկայիս կրթությունը շատ վատ վիճակում է, եթե ինչպես էր անունը, այն ԲՀԿ-ից բան կար, падգամավոր կար, Պետրոսյան, հա, մոռացա անունը, այն որ բանին Հովիկ Աղազարյանի հետ կռիվ էր անում, քացով իրար պետքա խփեին են, նախկին ԲՀԿ-ական падգամավորը հիմա էլ կարծեմ ինչ որ որպես երբեմն խոս։ Եթե ինքն է մեր պետական համալսարանի դասախոսը, Գևորգ Պետրոսյանը, անունս տվեց, հիշեց, Գևորգ ջան, կներես, պարոն Պետրոսյան, եթե Հայաստանում այսօր պետական համալսարանի դասախոսը Գևորգ Պետրոսյանն է, դե կրթական վիճակն էլ դա պետք է լինի։ Եթե Հայաստանի վարչապետը այսօր նորից գնացի այդ քաղաքականության կողմը, թերի բարձրագույն 3 կուրս ավարտած անգրագետ, կիսագրագետ, թերի գրագետ լրագրողն է, այլ ոչ թե մի բանը տեխնացու կամ գիտությունների դոկտոր, տնտեսագետ կամ իրավաբան, այլ Նիկոլի պես բանն է, մարդն է, դրա համար էլ մեր երկրի վիճակը դա պետք է լինի։ Ինչ ասեմ, այդ բանի մասին խոսացող գլուխների մասին կրթության եւ այլ վերջնական մի հատ բան եմ ձայնագրելու, ասել եմ, քանի որ արդեն սահմանադրական դատարանի ներկայացում ավարտեց, Նիկոլ Փաշինյանի ուրեմն օճառված Սյոպիկ Սաֆարյանը եւ իր քույրը հաղթեցին, երևի այդ սահմանադրական դատարանի շեֆը Սյոպիկ Սաֆարյան, Սեդա Սաֆարյանն է երևի, արդեն ներկայացման սկզբից երևում էր, թե հակված է ինչ որոշում են ընդունելու, թե որ իմ քաղաքական թեմաներով խոսալու ցանկություն ավարտվեց, ոչ նայում եմ, այնքանից լավ եմ զգում, ոչ հետաքրքրվում եմ, նույնիսկ այս ռուսական արդեն պատերազմ բանեց, բենզին կա, չկա, Ուկրաինայից էլ չեմ նայում, իմ ընտանիքով, իմ երեխեքով, նայում եմ թխվածներին, ով ինչ լավ բան է թխել, ինչ լավ բան է, ով ճանապարհորդում է, ով ինչ որ գեղեցիկ ծաղիկ է նկարել, թիթր, այսպես, բայց վերջնական մի հատ դրա մասին խոսանք, այսօր այսքանն էր սրա մասին, սովորեք, երկար ստացեց արդեն 19 րոպե, խնդրում եմ ներողություն եմ խնդրում դրա համար, սիրելի հայաստանցիներ, սովորեք գրել ձեր անուն ազգանունը, գոնե ճիշտ օգտագործելով ճիշտ տարա կապակցությունները, ձեր կրթությունը չի ներում, ձեզ խայտարակ մի արեք, ձեր ընտանիքի անդամներին խայտարակ մի արեք, հայոյանք մի գրեք, բոլոր ձեր ծանոթները, հարևանները, բարեկամները, մորքուրի ու հորողբոր տղաները տեսնում են ձեր ակտիվությունը Facebook-ում, գոնե երիտասարդների մեջ բավականին կրթված երիտասարդություն ունենք, մեկին խնդրեք, թո ձեր անուն ազգանունը, ես չգիտեմ, Խչո, ես չգիտեմ, Ցացոյան, թո մեկը անգլերեն ձեզ համար գրի, այսքանը, ամենայն բարիքներ, առողջ եղեք, լավ եղեք, խելոք եղեք, մնացածը երևի լավ կլինի, չգիտեմ, հաջողություն։